Ողջույն ընկերներ, շարունակենք for loop-ի խնդիրների դիտարկումը։ Հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը։ Գրեծրագիր, որ մուտքում ստանում է 15 հատիվ եւ հաշվում դրանցից քանիսն է 10-ից մեծ։ Մենք 10 գրում ենք հիմա պետք է գեներացնենք loop, որը պատտվելու է 15 քայլ, կատարելու է 15 քայլ եւ ամեն անգամ այդ 15 քայլի ընթացքում ինչ որ արժեքներ է ներմուծելու։ Եւ այդ ամեն ներմուծված արժեքի համար պետք է ստուգենք ինքը 10-ից մեծ է, թե 10-ից մեծ չի, ու այդ քանակը որքան որ մեծ է, պետք է անընդհատ հաշվենք։ Նախ եւ առաջ եկեք գրենք loop-ը, որը կպտտվի 15 անգամ։ Ինձ թվում է արդեն բոլորդ կռահում եք, թե ինչպես պետք է գրենք temp-ը in range 15, սա կատարելու է 15 քայլ։ Այսպիսով ապահովեցինք մեր loop-ը, որ կատարի 15 քայլ։ Ամեն անգամ ներմուծում ենք ինչ-որ թիվ։ Գրեմ number-ը հավասար է int input։ Այսպես է թվերը ես ներմուծեցի ծրագրի աշխատանքի ընթացքում։ Number-ը հավասար է int input։ 15 անգամ պատտվում է 15 հատ արժեք ներմուծում է։ Հիմա ամեն արժեքի համար ես պետք է կատարեմ ստուգում, արդյոք այն 10-ից մեծ է, թե 10-ից մեծ չի։ If եթե number-ը ներմուծված նոր արժեքը մեծ կամ հավասար է 15, ապա այդ դեպքում եկեք այստեղ ես նախապես մի հատ փոփոխական հայտարարեմ, counter-ը եկեք անուն դնեմ, որը սկզբանը 0 է, ապա այդ դեպքում counter-ի արժեքը ես 1-ով կմեծացնեմ, counter-ը plus հավասար է 1, այսինքն counter-ը ցույց է տալիս, որ տար գտնվել է, այսինքն տվյալ number-ը 15-ից մեծ է։ Եվ loop-ից դուրս այս ամենավերջում արդեն կարամ print անեմ counter-ը։ Այսպես։ Խնդրի համար այսքանը, ուրեմն առաջին քայլով ինքը 15 պտույտը range-ի միջոցով կատարում է, ուշադրություն դարձրեք, ես temp-ը չեմ օգտագործում, որտեղ այս խնդրում ինքը այս range-ով այս գրվածը մեզ ապահովում է, որ մեր loop-ը կատարի 15 քայլ, ընդհանրապես դա, բայց ներսում իր աշխատանքի համար ինքը անհրաժեշտ չէ, այսինքն այդ հաջորդականության տարերը, որոնք ինքը գեներացնում է, մեզ այստեղ ներսում պետք չի չենք օգտագործելու այն։ Այստեղ մեզ պետք է անընդհատ թվեր ներմուծենք, հայտարարենք ու ստուգում իրականացնենք ներմուծված մեր թվի համար։ Հիմա եկեք աշխատացնենք ու 15 հատ թիվ ենք ներմուծելու անընդհատ։ Շատ լավ, եկեք միասին ուրեմն ներմուծենք։ Հիմա եկեք զույգ թվեր ներմուծեմ 2, 4, 6, 8, 10 Շատ լավ, ուրեմն պետք է մեզնի 15-ից։ Հա, սխալ գրեցի, այստեղ պետք է 10-ն է, լավ, ոչինչ, հեսա 10-ը կսարքենք 15, բայց հիմա եկեք ես 15-ը ներմուծեմ, 15, 19, 71, ու այսինքն չէ։ Ուրեմն 78, 0 ենթադրենք, 16, էլի 15, 13, 12, 10 նորից 88, 95 եւ ահա տվեց 6 թիվ, այստեղ մեծ է։ Ուրեմն որոնք են այդ թվերը։ 95-ն 88-ը 2, այստեղ 15-ը 3, 16-ը 4, 70-ը 15-ն 6։ Եվ այսպիսով խնդիրը լուծվեց։ Այս դեպքում ուղղակի 15 եկեք սարքեք 10 ու նորից աշխատացրեք նույն արդյունքն եք տեսնել։ Ուղղակի արդեն այն թվերը, որոնք 10-ից մեծ են։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, կարծում եմ պարզ եւ հասկանալի, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Լավ մնացեք, կհանդիպենք։